Գոյամարտ սերիալը շարունակում է զարգանալ այնպիսի լարվածությամբ, որ յուրաքանչյուր նոր սերիա կարծես նոր աշխարհ է բացում կերպարների կյանքում։ Ներկայումս պատմությունը հասել է մի կետի, որտեղ բոլոր հիմնական գծերը միաժամանակ խաչվում են և յուրաքանչյուր որոշում կարող է փոխել ամբողջ ընթացքը։ Մանանի գիծն այս պահին ամենաբարդերից մեկն է։ Նա հեռացել է տնից և կարծես փակել է վերադարձի ճանապարհը։ Լեոյի կտրուկ վերաբերմունքը նրան շատ խորը վիրավորել է և այդ վիրավորանքը միայն սիրո խնդիր չէ, դա նաև արժանապատվության, վստահության և չհասկացվածության հարց է։ Մանանը հիմա կանգնած է մի իրավիճակում, որտեղ նա միաժամանակ սիրում է, ցավում և չի կարողանում ներել, բայց Գրիշոն էլ նրա հետ ճիշտ չի վարվում։ Մանանը հասկանում է, որ այժմ նա զոհի կարգավիճակում է։ Լեոն իր հերթին նույնպես ծանր վիճակում է։ Նրա համար եղբոր Դավիթի հիվանդանոցային վիճակը և այն փաստը, որ Մանանը կապված է Գրիշոյի հետ, դարձել են անընդունելի համադրություն։ Նա գործում է ցավից, ոչ թե տրամաբանությունից, և դա բերում է կտրուկ քայլերի, սակայն նման քայլերը երբեմն ոչ թե լուծում են խնդիրներն, այլ ավելի են խորացնում դրանք։ Դավիթի գիծն այս ամբողջ ֆոնի մեջ դառնում է կայունացնող, բայց միևնույն ժամանակ հուզականորեն շատ կարևոր։ Նրա վերադարձը տուն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ընտանիքի համար մեծ շունչ է։ Նա այն կերպարն է, ով փորձում է պահել հավասարակշռությունը, և նրա ներկայությունը կարող է դառնալ այն կետը, որը որոշ չափով կմեղմի լարվածությունը։ Միաժամանակ նրա և Նարեի միջև զարգացող հարաբերությունը տալիս է սերիալին ավելի մեղմ ու մարդկային երանգ։ Նրանց միջև ձևավորվող կապը դիտողների կողմից ընկալվում է որպես բնական, անկեղծ և զգացմունքային։ Սա հակակշիռ է մյուս ծանր և կոնֆլիկտային գծերին։ Լեայի և Լեոյի պատմությունը նույնպես գտնվում է բեկումնային փուլում։ Նրանց բաժանումը ոչ թե զգացմունքների ավարտ է, այլ արտաքին ճնշումների և ներքին ցավերի հետևանք։ Նրանք երկուսն էլ դեռ կապված են իրար հետ, բայց իրավիճակը թույլ է տալիս նրանց միասին լինել։ Սա այն դասական դեպքերից է, երբ սերը կա, բայց պայմանները թույլ չեն տալիս այն ապրել։ Լեայի կյանքում Արամի հայտնվելը նոր շերտ է ավելացնում սյուժեին։ Նա ներկայացվում է որպես նոր կերպար, որը կարող է փոխել Լեայի էմոցիոնալ դաշտը։ Սակայն այստեղ հիմնական հարցն այն է, թե արդյոք հնարավոր է փոխարինել իրական զգացմունքը նորով։ Լեայի դեպքում պատասխանը բարդ է, որովհետև նրա սիրտը դեռ կապված է Լեոյի հետ։ Նշենք, որ Լեոն տեսավ նրանց միասին և բնականաբար խանդը չէր կարող իր գործը չանել։ Սա կարող է ստեղծել նոր բախում, նոր լարվածություն և նոր ընտրության պահ։ Աբոյի և Հունանի հակամարտությունը շարունակում է մնալ սերիալի ամենավտանգավոր առանցքը։ Նրանց հարաբերություններն այլևս չեն սահմանափակվում հանձնական հաշվեհարդարներով, դրանք վերածվել են ազդեցության, վերահսկողության և իշխանության պայքարի։ Երկուսն էլ չեն նահանջում, և դա իրավիճակը դարձնում է անկանխատեսելի։ Աբոն գործում է ավելի խորքային ու ռազմավարական մոտեցումներ, մինչդեռ Հունանն ավելի կտրուկ է և ուղղակի է արձագանքում։ Այս հակադրությունը ստեղծում է մշտական լարվածություն, որը կարող է ցանկացած պահի պայթել։ Միաժամանակ սերիալում ամեն կերպար գտնվում է իր ներքին պայքարի մեջ, ոչ ոք լիովին կայուն չէ, և ոչ ոք չի կարող վստահ լինել իր ապագայի մեջ։ Այս ամենը միասին Գոյամարտը դարձնում է ոչ միայն ընտանեկան դրամա, այլ նաև հոգեբանական բարդ խաղ, որտեղ սերը բախվում է ցավին, ընտանիքը գաղտնիքներին, իսկ ճշմարտությունն անցյալին։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել նոր բացահայտումներով լի։ Կվերադառնա արդյոք Մանանը տուն։ Ինչ կընտրի Լեան՝ անցյալը, թե նոր հնարավորությունը։ Ինչ կկատարվի Դավիթի և Նարեի հարաբերություններում, և մինչև ուր կհասնի Աբոյի ու Հունանի պայքարը։ Մի բան հստակ է՝ Գոյամարտում հանգիստ փուլ այլևս չկա, և յուրաքանչյուր նոր սերիա կարող է փոխել ամբողջ պատմությունը։ Այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ շատ շուտով նոր ու հետաքրքիր զարգացումներ են սպասվում, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու
կերպարելու։ Միացեք մեր ալիքին, իսկ սերիալում իսկապես թեժ է։ Ավոն վերջապես Էռնային խոստովանեց, որ Հունանն այն մարդը չէ, ով այսքան ժամանակ իրեն ներկայացնում է։ Հունանն է սպանել Ավոյի եղբորը։ Սա Էռնայի համար մեծ հարված էր բնականաբար։ Էռնան չէր սպասում այս ամենի։ Ինչ ճանապարհ կընտրի Էռնան։ Արդյոք կմնա Ավոյի հետ, կմասնակցի Հունանի կործանմանը, թե կընտրի եղբորը։ Ինչ է սպասվում առաջիկայում, կիմանաք շատ շուտով, ընդամենը ժամեր անց նոր ու հետաքրքիր գաղտնիքների բացահայտումներով լի տեսանյութը կլինի մեր ալիքում։